Notebook LM-ով սայկաշարեր ռիփորտներ ստեղծելու համար օգտվում ենք ստուդիոից։ Հիշեցնեմ, նախորդ տեսալովակում արդեն աշխատել ենք ֆայլերի հետ, ներդրել ենք source բաժնից ֆայլերը եւ տվել ենք որոշակի հարցում, թե ինչպիսի տուրիստական պլան կարելի է կազմել 4 հոգու համարի տվյալ բյուջեով։ Եվ բացի նշված հարցներից մենք կարող ենք ստեղծել տարբեր ֆորմատներ, օրինակ պրեզենտացիա, վիդեո, գաղափարների քարտեզ եւ այլն։ Արդեն ստեղծվել են, եկեք միասին ուսումնասիրենք, թե ինչ արդյունքներ ունենք։ Առաջինը վիդեոն է։ Մոտ 7 րոպե տևողությամբ վիդեո է ստեղծվել։ Բոլորին եւ բարի գալուստ մեր այսօրվա վերլուծությանը։ Գիտեք, կան երկրներ, որոնք հենց մեր աչքի առաջ մարզապես վերափոխվում են, նոր շունչ են ստանում։ Եվ այսօր մենք ուսումնասիրենք հենց այդպիսի մի ուղղություն ու կհասկանանք, թե ինչու է այն այսքան արագ փոխում իր դեմքը։ Okay, եկեք սկսենք սրանից։ Ինչ եք պատկերացնում դուք, երբ լսում եք Հայաստան բառը։ Դե վստահ եմ առաջինը հիշեցիք հնագույն քարեբանքերը ու Արարատ լեռան այդ դասական անկրկնելի տեսարանը։ Ու դուք միանգամայն ճիշտ եք, բայց դա հավատացեք, ընդհանրապես այսբերգի գագաթն է։ Իսկ հիմա պատրաստեք զարմանալու։ Ուրեմն 2025 թվականին Հայաստանը Բերլինի հեղինակավոր ITB ցուցահանդեսում պաշտոնապես ճանաչվել է որպես ուշադրություն արկածային туриզմի տարվա ուղղություն։ Այո, ճիշտ լսեցիք։ Սա նշանակում Տեսեք, ինչքան հետաքրքիր կենթանիշնչով ներկայացնում էր նյութը, ընդ որում մեր աղբյուրների հիման վրա այստեղ հավաստի տվյալներ ներկայացված։ Մյուսը արդեն պրեզենտացիան է կամ սահիկաշարը, եկեք ուսումնասիրենք միասին։ Մոտ 10-մինչև 15 էջանոց կամ ավել, մենք ենք որոշում քանակը, տրված են պրեզենտացիաները ամբողջությամբ նյութերի հիման վրա եւ բավականին հետաքրքիր գրավիչ իլյուստրացիաներով, հետաքրքիր թեմլայնով, այնպես որ մենք կարող ենք հանգիստ օգտագործել եւ մեր ինֆորմացիան ներկայացնել։ Տեսեք ինչքան հետաքրքիր է այս հատվածը, անգամ վերլուծել է, մատչելի է, դժվար է մարդաշատությունը, որը եւս կարեւոր գործոն կարող է հանդիսանալ տեղանք ընտրելու եւ տուրիստական կետ այցելելու համար։ Մյուս հետաքրքիր ռեսուրսը, միջոցը որ ստեղծել է, որ շատ է դուր գալիս, դա աուդիո ոդքասթն է։ Լսենք միասին։ Ողջույն բոլորին։ Ողջունում եմ ձեզ մեր հերթական խորացված ուսումնասիրության շրջանակներում, որտեղ այսօր մենք քննարկելու ենք մի թեմա, որը գիտեք, որը շատերի համար իսկական անակնկալ է լինելու։ Դա հաստատ ճիշտ է։ Պատկերացրեք այսպիսի մի տեսարան, մեր հարգելի ունկնդիր։ Դուք վարում եք հին սովետական արտադրության ՈՒԱԶ մակնիշի մի ռետրո ամենագնաց։ Դե գիտեք, այն անհարմար, բայց շատ դիմացկուն մեքենաներից։ Առանց որևէ կլիմատ կոնտրոլի կամ հարմարավետության։ Հենց այդպես։ Եվ դուք բարձրանում եք մոտ 4000 մետր բարձրությամբ։ Տեսեք, դարձյալ կենթանի շունչ, ակտիվ խոսք ունկնդրի հետ, ինչը որ հանգիստ կարող եք օգտագործել ձեր վիդեո ոդքասթների մշակման ժամանակ։ Մյուսը ինֆոգրաֆիկան է, շատ լավ է պաստառների ստեղծման համար կամ ինչ-որ գաղափարներ մեկ էջով ներկայացնելու համար, դարձյալ գունագեղ է, ինֆորմատիվ, ամենակարևորը հավաստի ինֆորմացիայի հիման վրա։ Հաջորդը ցույց տանք ինչ ունենք այստեղ, Վիկտորինան է, շատ հարմար է դպրոցում կամ ինչ-որ ուսումնական հաստատություններում կամ որոշակի սեմինարից հետո հարցուպատասխանի կազմակերպման համար։ Իդեպ նշեմ, որ բոլոր արդյունքները հնարավոր է խմբագրել եւ փոփոխության ենթարկել։ Մյուսը այսպես տեսնենք ինչ ունենք, աղբյուրների հիման վրա ստեղծված է աղյուսակ, որը ներկայացնում է տվյալ վայրը, տեսակը, սեզոնը, երբեք եւ նկարագրությունը, թե ինչ կարելի է այդտեղ անել։ Այս հատվածում հիմնական գործողությունն է Երևանից հեռավորությունը եւ աղբյուրները, այս որ թվերով նշված են, սրանք մեր աղբյուրների հիման վրա են ստեղծված։ Հետաքրքիր գործիք է նաեւ ֆլեշ քարտը, որը հասկացությունները հիմնավորելու համար է օգտագործվում։ Տեսեք, մի քանի րոպե մաքսիմում տևում, մինչև կստեղծվի եւ յուրաքանչյուր աշխատանքի համար, այստեղ հետաքրքիր նաեւ mind map-ը, յուրաքանչյուր աշխատանքի համար տեսնել եթե ինչ-որ հատված հաջողված չէ, վերափոխել։ Նորից հիշեցնեմ, որ արդյունքների լեզուն պետք է փոխել, եթե չենք փոխում, ավտոմատ անգլերեն է ստեղծվում։ Այս դեպքում ես ընտրել եմ հայերեն, բայց լեզուների բազմազանությունը տեսեք ինչպիսին է։ Ահա, դա ֆլեշ քարտն է։ Մինչև ես խոսում եմ, արդեն ստեղծվեց։ Ցույց է տալիս հարցը եւ պատասխանը։ Այսպես եւ մտքերի քարտեզ կամ գաղափարների քարտեզ շատ հետաքրքիր գործիք է ծավալուն ֆայլերի հետ աշխատելիս։ Այս դեպքում տրվել է անգլերեն, բայց եթե նշենք որ հայերեն էլ կտար։
տեսեք ինչ է տալիս, յուրաքանչյուր գաղափար, յուրաքանչյուր կոնցեպտ բացվում է եւ իր հարակից կոնցեպտներն են երևում դարձյալ։ Եվ եթե ցանկանում եք ավելի շատ ինֆորմացիա իմանալ տվյալ հատվածի մասին, ապա անցնում եք ակտիվ են այս բոլոր անունները, անցնում եք հողմով եւ հայտնվում եք զրուցարանում, որտեղ ներկայացվում են մանրամասն ինֆորմացիա։ Եթե հավանեցիք, ապա խնդրում եմ տարածեք տեսանյութը, միացեք իմ ալիքին եւ հավանեք նաեւ տեսանյութը, դրանով կօգնեք, որպեսզի ես ավելի շատ տեսանյութեր ստեղծեմ։ Նաև մեկնաբանություններում առաջարկներով հանդես եկեք, թե ինչպես կարելի է օգտագործել, ինչքանով է օգտակար եւ ինչ գործիքներից եք դուք սիրում օգտվել։ Շնորհակալություն։